Լավ է։ Կուդես, մի ադեմ ծենանոր կուդես։ Թակում բաներ ես անում։ Ինչ անում, հետ դնեմ։ Չէ, ուր հետ տնես։ Երեք երել ես անու շեղնի, դորից լավերն ուդես։ Խես ժղայնանում, տենց ոնց կլնի։ Ով ես։ Մարդ խաղա։ Հապ։ Տեմս պագիր էլի։ Գիտես չէ իրական կյանքում սպես բանենեիր, եդս արս կունենայիր։ Ինձ թվում է իրական կյանքում ես ու դու մեր հաշիվները փակել ենք։ Բայց դե կյանքի ինչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս։ Ինչ իմանաս։ Սպես։ Այգար, ես եկել ես ընկերոջի դոկնես։ Կրվում, հա։ Չէ, այսօր թարսի պես կրում է։ Հələ էլ ինչ օգնեմ։ Կարելով չէ մենակ, հետո պատասխան տալ կա, բան կա։ Լևոն, Լենայի հետ կապված բան կա խոսալու հետդ։ Ասա։ Ասան որն է աղբեր, կանացեք, առանձնացեք, ձեր խոսալունը խոսացեք, հեսեն այ միշկեն են։ Ասա, արմաս, տեղ ասա։ Վաղը Լենան մի քանի օրով գնալու է պաշտպանական շրջան։ Ուզում եմ ասեմ, չես ուզում գնաս տենաս։ Չէ։ Բշտիկյանը կամ սպաներից մեկը։ Երբ որ ինչ-որ տեղ է գնում, դու գնում ես հրաժեշտ ես տալիս։ Բժշկու ելիք, գնում է թող գնա։ Տեղին չկա որ։ Արդեն այդ կարգի է։ Լավ, ոնց կուզես։ Ուղղակի ասացի քեզ ասեմ։ Մերսի Արման։ Իմ խաղն է։ Հա, դու ես գնում։ Իրար դել վապշի չունի։ Չէ։ Պես հեշտ հանգիստ թողեցիր, հա։ Հա։ Ինչ կխոսած։ Հա։ Արա դե լավ էլի։ Դու արի ասեմ նստի։ Աբեր, լսում ես ինչ եմ ասում։ Հա։ Մախոն ճիշտ ասում, աբեր, մեր երկուսի մեջ կա այդ դիրքը, հասկանում ես արա։ Արա համ վես նստացիլած քաջիկ, համ ես այդ մեկ։ Համ էլ մենք մխոյի լավագույն աշակերտներն ենք, էդ քեզ երկուս։ Ջամշոյան, մեզանից բացի ուրիշ աշակերտ էլ չունի։ Յո, արա բայց կարա չէ մեզնից մեկը վատը լեր։ Քաջիկ, մենք երկուսս աբեր լավ աշակերտներ ենք։ Այդ երկու, երրորդն էլ աբեր։ Արա, բան ասում են mənը ջիմենք, դվիժենի բան չանենք, արա այ քաջիկ ջան։ Դու տես ոնց կլնի է։ Մխոն կատակ, շուլուխ էր անում։ Արա, էլ ինչ հանակ որ կեսը լուրջ չլի այտա, բայք բաբի քաջիկ արա։ Աբեր, համել իրանք, պարզա որ չեն ուզի աբեր որ մենք ենք հասկանում ես, դրա համար էլ մեզի չեն ասում քաջիկ։ Արա, եսին ոնց էլավ մխոյի բենից տրավ, հա։ Ուֆ, տենց ելնի ու մի քանի օր տանեն նստի, կարա հելնի դվիժենի անի, օրինակ Հակոբյանը։ Յո, արա, բայց նայած ինչի համար են նստում, այ կուրվան։ Ինձանից յանտու, հա։ Դու գիտես աբեր, ես մենակ կլեմ, բայց հետո որ հետ եկար չի ապե ուշ ամնել Վարդենյասին։ Հա, եղավ, դու գնա ինչ ուզում ես արա։ Արա դες չխոսաս հետս, ամա դե ձեր խոսալու ձևը փողեք իմ հետ արա, ուրիշ ձև կխոսակ սրանց հետո։ Հալլա, հա։ Մետեսակ եմ կերևաս։ Չէ, դու ուղղակի բան էի մտածում։ Զանգեց ենտեղ են։ Որտեղ են։ Երեք որ զանգել էր։ Հոբ չես հանդվե էդը։ Չէ։ Նայ առանցածի չերտաս հանգարց։ Եղավ սամ առանցածի չերտաս։ Հա։ Իրանք պտի կան էդևիցդ։
Չգիտեմ, Բեմյամ ճշտ է։ կճշտեմ։ Ապայման ճշտ է ինձ տեղյակ բայ։ Կա տղեկ։ Բան չկա մրդո ջան, դու ասա։ Փող ապետ, փող։ Տղեկ, մենք լավ հեռախոս կա կարող ուզեք։ Ինչ հեռախոսա որ հլնային։ Էսա։ Մրդո ջան, այս լավ էլ հեռախոսա ապեր։ Դու սրան թիվ կասես։ Չէ, վռած փող ապետ։ Էժան կտամ։ Զատո մելոյինը կծախ է կապե։ Ուզում էր փոխել հեռախոսը, չէ։ Ապա ինչքան ես ասում որ։ Դե 10 էլի։ 10։ Դե վռած փող ապետ, դրա համար եմ այդքան էժան տալու։ Լավ, հարց չկա մրդո ջան։ Ապե, բայց լսի։ Մելոյին հանգարց չասես, որ մենք քեզնից 10-ով ենք առել, եղավ մրդո ջան։ Չէ, մասի։ Բայց կարա կեսօր այդ փողը տակ։ Հա, մի բան կանենք, ջիգեր ջան։ Ապեր, բայց կարես հեռախոսը 10 տանեմ մի հատ ցույց տամ։ Չէ, փողը կբերես նոր։ Լավ, եղավ մրդո ջան։ Արի համ։ Զինվոր, Ես եմ, ինձ մոտ։ լսում եմ։ Պարոն փոխգնդապետ, Շարքային Արեշատյանը ներկայացել է ձեր հրամանով։ Գլխարկդ դուր, գլխարկդ։ Ես ինչ ես արել այդ տղա։ Իմ անուն ազգանունն է։ Ձեր ես առնում այդ տղա։ Ես քեզ ասում եմ համբարձումի գլխարկը իրան տուր, դու վրեն կտոր ես կպցնում քո անունն ես գրում։ Անցի վաշտ։ Բայց ախր ես իմ գլխակն է, պարոն փոխգնդապետ։ Հոգնել ես քո անունից։ Ուրիշի անունն ես գրում։ Անցի վաշտ ասեցի։ Լսում եմ։ Մելո ջան, թույ բանը ջիգեր ջան։ Ջրի գնով էլ տալիս է։ Ինչքանքս է։ 15 ասում Մելո ջան, 20 էր ասում ջիգեր, բայց 15-ով բարիշեցինք։ Բերեք տեսիմ թե լավ բանը կարելի է վերցնել։ Ահա հարց չկա ջիգեր ջան։ Մելո ջան, для тебя я свое сердце отдам։ Գնա։ Կարաս բացատրես թե ինչ է կատարվում, Վարդանյան։ Ես ես զինվորին արդեն որերորդ անգամ ասում եմ, որ համբարձումի գլխարկը տա իրան։ Իրա 5 գլխարկը տալիս է նրան, նորը վերցնում է։ Ես այդ թերությունը հեսա կվերացնեմ, պարոն փոխգնդապետ։ Շուտ պետք է վերացրած լինեիր։ Թե այդ քո համար մանրուք է։ Վաղն էլ կարող է մի խելոք զինվորից համազգեստը վերցնի։ 5 րոպեից զանգես զեկուցես։ Լսում եմ։ Բա եղավ մխո։ Բա քեզ սազում է։ Պարոն Վարդանյան, բայց ես իմ գլխակն է։ Հա, սկսվեց։ Հա, քո գլխարկն է։ Դու կարաս ապացուցես, որ քո գլխարկն է։ Ես էլ գիտեմ, որ քո գլխարկն է։ Գնում ես, չգիտեմ ոնց, մաքրում ես ու գրում ես քո անունը։ Պարոն Վարդանյան, հմբոն, երկուսիս գլխակների մեջ էլ իր անուն ազգանունն է գրել։ Ոնց թե։ Բա, Բան չասեցիր Բշտիկյանին։
Դե Բշտիկյանին ինչ ասեի։ Բան չես տվել որ ինքը գրի քո գլխարկի մեջ։ Դե տես տեսակ գրում էր, ասի,